Առաջինը դա անվտանգության բլոկն է։ Մեր ռազմավարությունը անվտանգության հարցում։ Մենք առաջարկում ենք շատ կարևոր մի ծրագիր, որով մենք կարծում ենք հնարավոր է հաստատել իրական խաղաղություն։ Դա հյուսիս-հարավ երկաթուղու կառուցումն է։ Մենք հասկանում ենք, որ դա պետք է դառնա մեր ազգի ստրատեգիական նպատակներից մեկը։ Դուք տեսնում եք հիմա քարտեզի վրա այն առաջարկը եւ օգոստոսի 8-ին ստորագրած այն համաձայնագրի առարկան, այսպես կոչված տրիպ միջանցքի ստեղծումն է, որը ունի մեր կարծիքով մի քանի թերություններ։ Ես ուզում եմ ասեմ ձեզ, որ մենք իրականում լինելով պատասխանատու քաղաքական ուժ հաստատում ենք, որ գալով իշխանության մենք ինչքան էլ դժգոհ լինենք ձեռք բերված պայմանավորվածություններից, մենք այնուամենայնիվ մեր միջազգային Հայաստանի ստանձնած միջազգային բոլոր պարտավորությունները կատարելու ենք։ Միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ այս ծրագիրը շատ թերի է։ Առաջին, նա ստեղծում է աշխարհաքաղաքական բախում, որովհետև դուրս են մնում պետություններ, որոնք լուրջ աշխարհաքաղաքական շահեր ունեն այս ռեգիոնում, եւ այս ծրագիրը միակողմանի ծառայում է որոշ գերտերությունների շահերին, իսկ շատ գերտերություններ, այդ թվում Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը դուրս են շպրտված այս կարգավորումից եւ դա ստեղծում է աշխարհաքաղաքական լարվածության ական։ Երկրորդ խնդիրը տրիպի հետ կապված այն է, որ եթե սա իրագործվում է, Հայաստանի բոլոր կոմունիկացիաները ըստ էության հայտնվում են կախվածության մեջ Ադրբեջանից։ Եվ մենք ենթարկվելու ենք բազմաթիվ ճնշումների Ադրբեջանի Հանրապետության կողմից, եւ քաղաքական, եւ տնտեսական։ Եվ այսպիսի կարգավորումը ի վերջո կարա դառնա Ադրբեջանի համար լուրջ գործիքակազմ, որով իրենք մեր վրա կպարտադրեն եւ իրենց տնտեսական շահը, եւ նաեւ շատ մեծ համար սպառնալից քաղաքական պահանջների իրականացումը, ինչպիսին է օրինակի համար ժողովրդագրական իրավիճակի փոփոխության պլանը, որ Ադրբեջանը ունի եւ որն է ընկած հենց իրենց այն պահանջների հիմքում, որով իրենք հիմա պահանջում են, որ 300,000 ադրբեջանցիներ վերադառնան իրենց ասած արևմտյան Ադրբեջան։ Մեր առաջարկված երկաթուղին հիմա ձեր էկրանինն է։ Սա մշակված ծրագիր է։ 2016 թվականին չինական լուրջ մի ընկերություն բոլոր հաշվարկները արել է եւ 3 հնարավոր մարշրուտից ընտրվել է հենց այս հաշվարկը։ Սա եթե իրագործվում է, մենք սկսում ենք այդ երկաթուղին կառուցել Գագարինից, այսինքն Գագարին, ես հիմա անպայման ուզում եմ այդ բնակավայրերը եւ կայարանները ասել, որովհետեւ մոտավորապես 160,000 բնակչություն դրանից շատ լուրջ բան է ստանալու, օգուտներ է ստանալու, ել չեմ ասում, որ ամբողջ ժողովուրդը մեր շատ մեծ օգուտներ կստանա։ Դա Գագարինն է, Նորաշեն, Հայրավանք, Գավառ, Գեղարքունիք, Վարդաձոր, Մարտունի, Նշխարք, Քարագլուխ, Եղեգիս, Վարդաձոր, Մարտունի, Հերմոն, Կարմրաշեն, Գեդեվազ, Սարավան, Գորայք, Ծղուկ, Շաքի, Սիսիան, Դարբաս, Տաթև, Վանեկ, Կապան, Սրաշեն, Ծավ, Ալվանք, Մեղրի եւ Ագարակ։ Բնականաբար մենք նաեւ տեսնում ենք, որ այս ծրագիրը սրանով չպետք է ավարտվի, նաեւ Ագարակից պետք է կապ ստեղծի կամ Թավրիզի կամ Ջուլֆայի հետ, բանի Իրանի տարածքով, որը արդեն կկապի Հայաստանը երկաթուղային ուղով Իրանի հետ։ Եթե սա իրականացվում է, մենք ստեղծում ենք Հայաստանի համար լրիվ նոր իրավիճակ, որովհետև առաջին անգամ վերջապես Հայաստանը
ինքը իր հետ կկապվի Հայաստանի տարածքով։ Այսինքն մենք Զանգեզուրի, Սյունիքի հետ, Մեղրի հետ կապը կունենանք արդեն երկաթուղիով լրիվ մեր տարածքով։ Սա կապահովի գործարար աշխուժություն եւ այս առանցքի շուրջ եւ որովհետեւ այս ծրագիրը ունի նաեւ բավականին լուրջ պոտենցիալ դառնալու համաշխարհային տրանզիտային ուղի։ Հիմա ես մեծ քարտեզը ցույց եմ տալիս, սա իրականացնելու դեպքում մենք Հայաստանի միջոցով կապելու ենք Սև ծովը, Պարսից ծոցի հետ, Հնդկական օվկիանոսի հետ եւ բեռնափոխադրումների բավականին լուրջ ծավալ կարող է իրականացվել այս երկաթուղու միջոցով։ Էլ չեմ ասում, որ եթե Ինգուշետիայի վրայով իրականացվի Ռուսաստանին Վրաստանի հետ կապվող երկաթուղու կառուցումը, սա արդեն կդառնա ուղիղ կապ նաև Ռուսաստանի հետ։ Ընդ որում կապ, որը բացարձակապես անկախ է լինելու Ադրբեջանի եւ Թուրքիայի ճնշումներից։ Այսինքն սա կարևորագույն մի պրոյեկտ է, որը մի կողմից լուծում է մեր անվտանգության հարցերը, մյուս կողմից ապահովում է մեր անկախությունը Ադրբեջանից ու Թուրքիայից եւ ի վերջո Հայաստանը դարձնում է տրանզիտային լրջագույն հաբ։